Գիշերային մղձավանջ հանրապետության երկրորդ քաղաքում աննախադեպ ուժգին կարկուտը Գյումրիում սառցե դաշտեր է առաջացրել։ Որոշ հատվածներում կարկտի և սառցաշերտի բարձրությունը հասել է մինչև 1,5 մետրի, բառացիորեն ծածկելով մեքենաներն ու կաթվածահար անելով երթևեկությունը։ Աղետի էպիկենտրոնում Տերյան փողոցից դեպի Ախուրյան տանող կամրջի հատվածն էր։ Այստեղ գոյացած սառցի հսկայական շերտի պատճառով ճանապարհը դարձել էր անանցանելի։ Քաղաքապետարանը հայտարարել է սա վերջին տարիների ամենաբարդ իրավիճակն է քաղաքում։ Նշում են, որ ստորգետնյա ջրատարները գործել են, բայց տեղումների քանակն այնքան մեծ է եղել, որ համակարգը պարզապես չի հասցրել հեռացնել ջրային հսկայական զանգվածները։ Գյումրիի քաղաքապետարանի բնակոմունալ բաժնից մեկնաբանություն տալ չցանկացան, ասացին, գործով են զբաղված, այն 1 րոպեն, որ պետք է տրամադրեն հեռախոսազանգին, կտրամադրեն բնական աղետի հետևանքների վերացմանը։ Սոցցանցերում տարածվող կադրերից է պարզ դառնում, որ մարդիկ արգելափակվել էին նաև սեփական տներում և մեքենաների մեջ։ Ջուր լցվեց, մինչև այս մասերս ջուր էր, հասցրեցի օրորոցից 3 տարեկան փալիգիս վերցնեմ, այդ պահին սլացի փալիգիս հետ ամբողջովին ընկած ջրի մեջ, կամոտը շրջվեց ինձ վրա, կոտրվեց, սկեսորս եկավ օգնության, տվեցի տղայիս սկեսրոջս, ամուսնուս հետ արդեն միջնեկ և մեծ աղջիկաս 5 տարեկան և 7 տարեկան Լիլիիս վերցրեցինք, այդ պահին արդեն այնքան էր ջուրը լցվել, մինչև այստեղ ներս էր հասել, դուռը փակվեց, չենք կարող բացել։ Մի կերպ այսպես քաշելով մտածեցինք, թե չենք կարող բացել դուռը, այսպես չգիտեմ, երևի մայրական բնազդով ուժս ինձ ստիպեց, որ դուռը ամուսնուս հետ բացենք, ամուսինս երեխայով այդ ջրի հոսքը, որ բացեցինք, անիս հետ ընկավ ներքև։ Փրկարարներն ամբողջ գիշեր աշխատել են արտակարգ ռեժիմով, ասում են, հարկ է եղել գործի դնել ամբողջ ծանր տեխնիկան, հաստ սառցաշերտերը կոտրելու և ճանապարհները գոնե մասնակի բացելու համար։ Ուժեղ քամու և կարկտի հետևանքով ահագին վնասներ կրել Ախուրյան համայնքը։ Մոտավորապես 13 բնակավայրերում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են գյուղացիների ցանկատարածություններ, տանիքներ, ջրատակացուցիչներ, աբագիներ, կոտրել է աբագիներ։ Ակտիվ աշխատանքներ են հատկապես Անիի կամուրջ տանող հատվածում։ Զուգահեռ սկսվել է նաև հասցված վնասների հաշվարկը, ջրալցվել են նկուղներ, տներ և վնասվել տրանսպորտային միջոցներ։ Աղետից անմասն չեն մնացել նաև գյուղացիները։ Հասկի մեջ արդեն կարկուտը զարկի լրիվ ոչնչացել է, սոնք էլ պետք չեն տա։ Այս վերևի հատվածը կիսը տարել է, դաշտի նոր նայում ես որոշ հատված կա, նրա հետ ուր կիսը չկա։ Լրիվ կարկուտը տարել է, ոչ մի բան չի մնացել։ Ընդամենը այսքան բան է, որ կիսը գցել է վար։ Դեռ կանաչ զանգվածը շատ է, այդ կանաչ զանգվածը խապուսիկ տեսք է տալիս։ Մի 3-4 օրից հետո, երբ որ արդեն չորանա, ավելի հստակ կլինի պատկերը եւ ավելի շատ կարող ենք ասել կարկտահարության հետևանքների մասին։ Գյումրեցիները նման վիճակ հիշում են նաև 2020 թվականի հուլիսի 13-ին, երբ 3 ժամում գրանցվել էր 81 մմ անձրև և 12 մմ տրամագծով կարկուտ։ Այս անգամվա տեղումները սակայն շատ ավելի աղետաբեր են։ Հունիսի 10-ից 11-ը Գյումրիի օդերևութաբանական կայանում 1 ժամվա ընթացքում գրանցվել է 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտ, տեղումների քանակը ժամում մոտ 40 մմ։ Ալինա Սահակյանն, Էպիկենտրոն։